Forbes-ի միլիարդատերը ընդհանրապես ինքը միշտ մեծ ազդեցության մարդ է, անկախ նրանից, թե այդ տվյալ պարագայում, տվյալ պահին որտեղ է ապրում։ Մոսկվայում է ապրում, Երևանում է ապրում, Լոնդոնում է ապրում, թե ինչ։ Այդ մարդիկ իրենց ստատուսով իրենք ստիպված են նույնիսկ շատ հիանալի բալանսավորված հարաբերություններ ունենալ ուժային բոլոր կենտրոնների հետ, որովհետև կապիտալը սովորաբար սահմաններ չունի առհասարակ։ Այս առումով, եթե մենք տեսնում ենք, որ ասենք, օրինակ, նույն ուժեղ Հայաստանի իրավական հարցերով զբաղված է ամերիկյան հայտնի իրավաբան Ամստերդամը, Ռոբերտ Ամստերդամը, փաստաբանական խումբը, չէ՞։ Մենք տեսանք, որ երբ հեցի հարցը դրվեց, Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը ոչ թե այսօրվա իշխանությունների կողմը բռնեց, այլ հենց Սամվել Կարապետյանի կողմը բռնեց տվյալ պարագայում։ Ռուսաստանի հետ կապված մենք տեսանք դա ընդհանուր առմամբ։ Ես համոզված եմ, որ դա կարող է լինել նաև Չինաստանի հետ, որովհետև նորից եմ ասում, այդ ստատուսը Forbes-ի միլիարդատիրոջ ինքը ենթադրում է բալանսավորված հարաբերություններ բոլորի հետ, այսա, որտեղ կապիտալի շարժը ինքը սահմաններ չունի այսօրվա աշխարհում։ Սա փաստ է։ Եվ նման պարագայում, այսպես ասենք, բան է, խոսել նրա մասին, որ գիտեք, պրոռուսական են, պրոամերիկյան են եւ այլը, դա ժամկետանց է արդեն բան է, հասկացու։ Այսօրվա աշխարհը այդպես չի աշխատում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։